Ողջույն, ես Միշա Թադևոսյանն եմ, 30 տարեկան, մասնագիտությամբ մանկավարժ եմ, այժմ մենք գտնվում ենք իմ ծննդավայրում, Լոռու մարզի Սպիտակի շրջանի գյուղ Արևաշողում, որտեղ ես ծնվել ու մեծացել եմ։ Մեծացել եմ բավականին մեծ ընտանիքում, մենք այդպես բազմազավակ ընտանիք ենք եղել, ծնողներիս, 3 քույրերիս, տատիկից, պապիկից, հորաքրոջս եւ իր տղայի հետ եւ այդպես այդ ընտանիքի մեծությունը շատ մեծ ազդեցություն է ունեցել իմ հմտությունների ձևավորման վրա։ Ոնց ստացվեց, որ որոշեցի, որ մանկավարությամբ պիտի զբաղվեմ, ես ինքս ինձ այդ հարցը շատ հաճախ եմ տալիս, քանի որ դպրոցում այն փուլում, երբ որ մյուսները ընտրում էին ամենահայտնի մասնագիտությունները, իրավաբանություն, տնտեսագիտություն, կամ ինչպես շատ տղաների կյանքում է համայնքներում, խոպան գնալու ճանապարհը պետք է բռնել, ես այդպես ինձ համար որոշեցի, որ ուզում եմ զբաղվել մի մասնագիտությամբ, որը հայտնի չէ որպես տղամարդկանց համար մասնագիտություն։ Բարև ձեզ։ Մենք այսօր նկարահանում ունենք այստեղ։ Մենք հիմա գտնվում ենք իմ ալմա մատերում։ Շատ տարօրինակ զգացողություն է այստեղ ամեն անգամ մտնելը, որովհետև ավելի քան 12 տարի առաջ եմ առաջին անգամ մուտք գործել այստեղ որպես ուսանող։ Ես այստեղ սովորել եմ բակալավրիական կրթությունը, մագիստրատուրան, այնուհետև ասպիրանտուրան ու արդեն դասավանդում եմ, շուտով կլրանա 4-րդ տարին, որ դասավանդում եմ այստեղ որպես դասախոս, երբ որ գյուղում, ընտանիքում, դպրոցում իմացան, որ որոշել եմ ընդունվել մանկավարժական համալսարան, առաջին արձագանքներից մեկը այն էր, որ մանկավարժությունը տղամարդկանց համար չի եւ չի կարող հաց վաստակել տղամարդը դրանով կամ տուն պահել։ Այսքան տարիներ անց կարող եմ ասել, որ ոչ միայն հաց, այլև պանիր եմ հիմա վաստակում եւ տուն եմ պահում եւ կազմակերպում։ Ինձ համար դա շատ հետաքրքիր է, որովհետեւ դեռևս այդ փուլուց կարծես թե շատ կարծրատիպային էր մասնագիտության ընտրությունը հենց տղամարդու կողմից որպես կարիերայի ճանապարհ։ Սա իմ լսանն է, որտեղ ես առաջին անգամ մտել եմ որպես ուսանող, ու մեր լսանում մոտ 34 ուսանող էինք, այդ պահին 2 հոգի էր, որ տղա էր։ Ու ես հիշում եմ, որ բոլոր դասախոսների արձագանքը հենց դա էր, որ ոնց լսանում փաստորեն կան տղաներ, ու այդ առաջին մի քանի շաբաթները կարող եմ ասել, միանգամից ակնհայտ էր, որ ուղղակի ոչ թե տղաներ են, որոնք որ ֆիզիկապես նստած են, ինչպես որ շատ տարածված է ցավոք սրտի Հայաստանի բուհերում, այլ մարդ, որը որ ուզում է ինչ-որ բան սովորի։ Հիշում եմ, որ դպրոցում, երբ որ տարբեր միջոցառումներ, հանդեսներ, բաներ էին կազմակերպում, արտադպրոցական կամ արտադասարանային հանդիպումներ էին ունենում, ես դրանցում ակտիվ մասնակցություն եմ ունենում, որովհետև այդպես լավ սովորող երիտասարդ, տղա, եւ դա շատ տարօրինակ էր ընկալվում, թե դպրոցում գտնվող այլ աշակերտների կողմից, թե անձնակազմի եւ թե ընդհանրապես հանրության կողմից, ու շատ հաճախ էր լինում, որ ինչ-որ արձակներ կամ բանաստեղծություններ կարդալը, ասելը կամ հանդեսներում ելույթ ունենալը դա տղաների համար նախատեսված գործողություն չէ։ Եվ հենց այդ փուլում էր, որ դպրոցական մակարդակում ես կարծես թե փորձում էի կոտրել այն հանրային կարծրատիպը, որ դպրոցներում ներդրված էր, ու ցավոք սրտի դա մինչև որոշ ժամանակվում է, որ կան գործողություններ, որոնք նախատեսված են միայն իքական սեռի ներկայացուցիչների համար, եւ կան գործողություններ, որ միայն տղաներն են անում։ Ես զուգահեռ այստեղ հիմա ուսանող եմ, սա տենց հետաքրքիր էքսպերիմենտ է, որ միտեղ ուսանող ես, միտեղ դասախոս ես, փորձում ես combine անել այդ երկուսը։ Սա մի հատ լսանային պրակտիկա է, որտեղ մենք
Փորձում ենք հասկանալ, թե դասավանդման ուսումնառության ինչ այլ մեթոդներ կարող են կիրառվել, որոնք սպეციფიկ հենց մեծահասակների համար են։ Ու երբ որ մենք ասում ենք այժմ մի ժամանակաշրջանում ենք գտնվում, որ այն կանոնները, այն հերթականությունը կյանքի, որը սահմանված է եղել մեր ծնողների ու նրանց ծնողների համար, այդ հերթականությունը հիմա չի աշխատում եւ շատ լավ է, որ չի աշխատում այդ հերթականությունը, որովհետեւ դա մեզ հնարավորություն է տալիս ավելի մեզ գտնել, հասկանալ մենք ով ենք այս կյանքում, քան ուղղակի հետևել ընդհանուր սահմանված նորմերին ու կանոններին։ Անթորը վերցնեմ, հա։ Դա բա ինչ անեմ, Անդրեն որոշել է, որ մենք այսօր չենք կարող այստեղ շատ կադրեր անել։ Ինչ որ մի փուլում, որ Երևանում սկսեց շատ հայտնի դառնալ, գունավոր նասկիներ նայեցի ու հիշեցի, գունավոր նասկիներ հագնելը եւ ես այդպես մի ամբողջ կոլեկցիա ունեմ տարատեսակ գունավոր նասկիները եւ հետո պարբերաբար որ այդպես գալիս էի ոնց որ այստեղ շատ տարօրինակ էին արձագանքները որ ոնց տղամարդիկ գունավոր նասկիներ դա ընդունելի չէ այդպես մենակ կանայք են անում եւ այլն այսինքն շատ հաճախ մեր առօրյայում կան բաներ որոնք որ այնքան մանրունք են թվում այնքան աննշան են թվում բայց դրանք հիմնվում են հենց այդ դասակարգման, գենդերային հիմքով դասակարգման հարցերի շուրջ։ Ինձ թվում է այստեղի հարցերից մեկը այն է, որ երբ որ մարդիկ չեն արտահայտում իրենց զգացմունքները կամ չգիտեն ինչպես արտահայտել իրենց զգացմունքները, կառավարել, դա միանշանակ նաև ազդակա ու փորձը ցույց է տալիս, որ փաստ, որ իրենք նաև չեն կարողանում հասկանալ դիմացինի հույզերն ու զգացմունքները։ Իսկ մի հանրությունում, որտեղ որ մարդը եւ իր զգացմունքներն ու հույզերը չի ճանաչում եւ դիմացինինը չի կարողանում ճանաչել, դա շատ պայթունավտանգ է։ Դա նշանակում է, որ մարդը կարող է անել գործողություն, առանց հասկանալու այդ գործողության հետևանքները, զգացմունքային տեսանկյունից, կամ կայացնել որոշումներ հանրային կառավարման ոլորտում, որոնք կարող են այնպիսի հետևանքներ ունենալ մարդկանց մոտ զգացմունքային դաշտում, որը ուղղակի անկախատեսելի է։ Ես որ իմ մասին պատմում եմ, միշտ սիրում եմ ասել, որ ես բազմազավակ քեռի եմ, որովհետև ես դեռևս 5 երեխաների քեռի եմ ու հիմա մենք գնում ենք հանդիպելու իմ մեծ քրոջ 2 երեխաներին եւ իրեն Անվար եւ ջանիկ քույրս է մեծ քույրս է Լիլիթը եւ քրոջս երեխաները Ռոբերտը եւ Գոհարը Պարավոճան ինչ որ դաս ունեիք, չէ՞։ Արմատը գնացել ես։ Ինչ է կարել արմատում։ 3D։ Հա, դա ինչն է ամենահետաքրքիր բանը, որ սովորաբար Հայաստանում ոնց է աղջիկները ինչ որ բան պետք է սովորեն, դեմ գործել, երգել, ապրել, տղաները ինչ որ ավելի սպորտային բան, մենք այդտեղ հակառակն ենք արել։ Գոհարը մեզ մոտ արմատա գնում, 3D-ա սովորում, Ռոբերտը մեզ մոտ գիտարի է գնում, սովորում է գիտար։ Ու տենց ստեղ հետաքրքիր որ քերին փորձում անենց անել, որ այն կարծրատիպերը, որոնք կան աղջիկների ու տղաների մասին, թե իրանք ինչ պետք է սովորեն, որ երեխեքը տենց չլինեն ու սովորեն այն ինչ որ իրանք իրոք սիրում են ու դառնան այն ինչ որ իրանք ուզում են, որովհետև դպրոցը հասարակությունը անդադ ուզում անենց անի, որ իրանք դառնան այդ ընդհանուր շաբլոնների մի մաս, բայց քերին այտենց չի ուզում անենց անի, որ իրանք իրանց ուզած բաներն անեն։ Հաճախ եմ տանը Երբ որ երեխեքը ինձ են գալիս, ինչ որ բան են պատրաստում, ու մենք միասին ենք ինչ որ բաներ փորձում պատրաստել, համով բաներ, ու տենց ես երեխեքը ինձ օգնում են, Ռոբերտը օրինակ իմ հետ հավասար փորձում է պատրաստել, Գոհարը երբեմն անտարբերաբինում չի պատրաստում, բայց Ռոբերտը ինձ հետ միանում է, ու այդ էլ եմ ուզում բան անենք, որ շատ կարևոր է, որ մենք սովորենք, որ այդ ամեն ինչը միայն մի հոգու համար չի, միայն կնոջ, միայն աղջկա համար չի, այլ բոլորի համար այդ պատրաստելու արարողությունը։
փոքր ժամանակ միանշանակ մոտեցումները, որ հանրությունը քեզ ուզում է ցույց տա ուղղորդի քեզ, որ կամ դու տենց խելոք գլուխդ կախ սուսուփուս միայն դպրոցում սովորող ու միայն դրա մեջ գործունեություն ծավալող մարդ ես, կամ չէ դու բրուտալ ինչ որ sense ֆուտբոլ խաղացող կռիվների մեջ գտնվող միայն բարդ աշխատանք, ֆիզիկական մեծ աշխատանք կատարող մարդ ես։ Ու այդ խաչմերուկում գտնվելու պահը հանրությունը կարծես թե այդ մասը չի ուզում քննարկման առարկա դարձնել։ Ու ես հակառակը շատ հաճախ ալինում, որ իմ ընկերների գործընկերների իմ աշխատանքի միջոցով շատ ցույց եմ տալիս, որ տեսեք կարող է լինել մարդով, որ կատարում է, չգիտեմ, բարդ ֆիզիկական աշխատանք, բայց միևնույն ժամանակ ինքը սիրում է թատրոն հաճախել եւ գնալ տեսնել ինչպիսին են ներկայացումները կամ ճամփորդել եւ այլն։ Ինձ համար այդ կարծրատիպերը մի ուղղությամբ ընթացող կարծրատիպերը շատ խնդրահարույց են եւ շատ հաճախ դրանք ամրապնդվում են նաեւ կրթության միջոցով, որովհետև մեր, չգիտեմ, դասագրքերը, ուսուցման բովանդակությունը շատ հաճախ հենց այդպես դերային բաշխումներ ա կատարում, որոնք որ անուղղակի ճանապարհով երեխաներին ցույց են տալիս, թե իրանք ինչպիսին պիտի լինեն։ Արդեն 2.5 տարի է ես հանդիսանում եմ Թումո ակադեմիայի կրթական ծրագրերի ավագ ղեկավարը եւ մենք այստեղ փորձում ենք աջակցել Հայաստանում Թումո կենտրոններում ձևավորվող թիմերի պատրաստմանն ու վերապատրաստմանը։ Թումոյում ամեն մարդ սովորաբար ունի իր յունիկ պատմությունը։ Ոստեղ մենք փորձում ենք ստեղծել միջավայր ու կրթական ծրագրեր իրականացնել, որոնք որ փոխակերպող նշանակություն են ունենում երեխաների, երիտասարդների, պատանիների կյանքում ու այդ միջավայրի ստեղծումը պահանջում է բազմաթիվ լիքը հմտություններ։ Իմ այժմյան որպես մանկավարժի գործունեությունը շատ առնչվում է նաև դրանին, որ ուսուցիչների հետ աշխատանք կատարենք, թե ոնց այդ կարծրատիպերը կոտրեն, ոնց ցույց տան ընտրանքային ճանապարհներ եւ այդպես միանշանակ ինչ որ պնդումներ չփոխանցեն մեր երեխաներին։ Գիտես ինչ, երբ որ դու մենակ ես ապրում որպես տղամարդ, ես 2013 թվականից արդեն 12 տարի է, ինչ մենակ եմ ապրում, դու երբ որ դպրոցում ես, մեծ ընտանիքում ես ապրում, այդ հմտությունները տղամարդկանց չեն սովորեցնում։ Շատ բարձ հմտություններ, լվացքանալ, հաց սարքել, ափսելվանալ, մաքրություն անել տանը եւ այլն, ոչ մի ավանդական հայկական ընտանիքում տղամարդուն այդ տղային այդ բաները չեն սովորեցնում։ Հետո մեկ է դու գալիս ես բան, մենակ ես սկսում մնալ, ու սկսում ես ոնց որ այդ առաջին հայացքից երբեք ուշադրություն չարժանացած այդ բաների կարևորություն հասկանալ, մեկ էլ հոբ բացահայտում ես, որ պարզվում է, որ այդ գործը շատ աշխատատար, շատ ժամանակատար եւ շատ բարդ գործ է։ Իրականում առհասարակ շատ բարդ է Հայաստանում լինել ժամանակակից տղամարդ, որովհետև հատկապես երբ որ դու գյուղից ես ու դու տեղափոխվում ես Երևան, հատկապես երբ որ դու մի մասնագիտություն ես ընտրել, որը որ տղամարդու մասնագիտություն չէ, ըստ հանրային ընկալումների շատ բարդ է լինել այդ ամեն ինչի խաչմերուկում ու շարունակել անել մի բան ու հավատալ, որ դու հենց այդ ճանապարհով պետք է գնաս ու այն ինչ որ դու մտածել ես, դա կյանքի կոչել, այլ ոչ թե ուրիշների մտածածն ու ակնկալածը։ Շատ հետաքրքիր մի հատ բան կա, որ Երևանում, երբ որ ես ապրում եմ, ակտիվ գործունեություն եմ ծավալում ու իմ շրջապատի մարդիկ, ոնց որ սովորաբար այն մարդիկ են, ովքեր կիսում են նույն արժեքները, նույն վարքագիծ ունեն, նույն մոտեցումները կյանքում, առօրյա աշխատանքում, մեկ էլ մի օր դու շաբաթ կիրակի գալիս ես գյուղ եւ դու տեսնում ես, որ այն հարցերը, որոնց շուրջ դու վաղուց, չգիտեմ, 15 տարի առաջ մոռացել ես արդեն այդ հարցերի մասին, որոնք թվում է թե այլևս ակտուալ չեն եւ այլն, ինչպիսին է, չգիտեմ, սեղանի շուրջ հարցը նստի եւ չխոսի ոչինչ, այդ հարցերը շատ ակտուալ են այսօր։ Դրանք շարունակում են ակտուալ մնալ համայնքներում ու դրանք շատ շարունակում են սերնդեսերունդ փոխանցվել։ Ոստեղ է, որ իմ կարծիքով ոնց որ կրթությունը առանցքային նշանակություն ունի, որովհետև դա այն գործիքն է, որը որ այդ մշակույթի ու ավանդույթի ուժով փոխանցվող
այժմ ոչ ընդունելի նորմերը պիտի կարողանա կոտրել, տրանսֆորմացնել ու վերանայել։ Մենակ ապրելը ենթադրում է, որ պետքա տնտեսվարություններ իրականացնել։ Որպես կանոն Հայաստանում մտածում են, որ խոհանոցը դա կանանց համար է եւ խոհանոցում միայն կանայք պետք է լինեն կամ իրանք պետք է աշխատանք կատարեն, բայց եկել եմ ասելու, որ իրականությունը այդպեսին չի եւ ես եւ իմ ընկերները նաեւ շատ սիրում ենք խոհանոցում լինել եւ աշխատել ու առհասարակ ես մտածում եմ, որ շատ կարեւոր է, որպեսզի տղամարդիկ կարողանան ինքնուրույն կյանք վարել, իսկ այդ ինքնուրույն կյանքի շատ կարևոր մասը նաև կենցաղավարությունը։ Այդուհանդերձ ոնց որ Հայաստանում դեռ շարունակում ակտուալ մնալ այն թեման, որ բոլորը պետք է երեխաներ ունենան եւ տոհմն ու ցեղը շարունակեն, բայց չեմ ուզում, որ դա լինի այդպես արհեստական, մեխանիկական գործողություն, ինչպեսին որ հանրությունը ոնց որ քեզ պարտադրում է, էլի։ Ուզում եմ, որ դա լինի բնական, սիրով եւ իրական ցանկության արդյունք, որպես այդպեսին համել, որ իրանք լավ պապա ունենան, լավ մամա ունենան ու եւ ավելի լավ աշխարհում ապրեն։